Okay guys, we're making the vision board. Այս վերջերս շատ հայտնի է դարձել մանիֆեստացիան, որ եթե դու լավ մտքեր ունես, այդ positive ես ապրում, positive ես մտածում, քո կյանքում շատ ամեն ինչ լավ է գնում։ Ոնց որ դու սաղ տարի ասում ես, որ ուզում ես, չգիտեմ, Փարիզ գնաս, Ֆրանսիա գնաս, ու քո մոտ ինչ որ մի տենց ձևերով ստացվում է։ Ես անկեղծ դրան շատ եմ հավատում, որտեվ ինչ իմ կյանքում տենց եղել է, ու ես անկեղծ հավատացել եմ, որ իմ մոտ կլինի, իմ մոտ լուրջ ստացվել է, տենց մի բան չի եղել, որ ես հավատամ անկեղծ մոտ ստացվի։ Դրա համար ես որոշեցի ձեր հետ կիսվեմ իմ նպատակներով, իմ երազանքներով ու պատրաստեմ ձեր այդ vision board, դե ինչ սկսեցինք։ Հեսա առաջինը դնելու եմ 2026 is gonna be my year։ 2025 թվականը շատ ընց հետաքրքիր թվական էր ու 2026-ից թվում է լինելու է շատ էլի հետաքրքիր տարի, ավելի հետաքրքիր, որտեվ այնպես բաներ է լինելու 2026 թվականում, որ ոչ մեկ դաժե չի էլ մտածում, որ այնպես բան կարա լինի։ Ուրեմն իմ համար շատ կարևոր է, որպեսզի ես 2026 թվականում արդեն սկսեմ մի քիչ, օրինակ իմ օրերը պլանիրովկա անեմ, օրինակ եթե երեկոյան նստած ասեմ ինչ եմ վաղը անելու։ Օրինակ լեգենդար Williams քուրիկները, թենիսիստկաներ, իրանք կինո ունեն ու կինոյում իրանց պապա մտնում է սենյակ, ասում է գրել եք ձեր ժուրնալները ինչ եք անելու վաղ, իրանք ասում են հա, պապան ասում է բա, տեսակ գրեք, որ հանկարծ ինչ-որ մի վատ բան չլինի, այդպես ասում են թե դու ունես չոտկի պլան, քո մոտ ամեն ինչ կստացվի, որովհետև դու ձեր քո զգացմունքներին չես տարվում ու քո չոտկի պլանով անում ես։ Իմ ամենամեծ նպատակներից այս տարի, որ վերջապես Digitfix ալիքը 100,000 follower բանանի, դե ես միշտ փոքրուց ուզեցել եմ ունենամ այս կնոպոչկանց շատ հավեսամ։ Ճիշտ է, Digitfix-ի համար 2025 թվականի վերջերը մի քիչ այդքան էլ լավ չէր, որովհետև Յանան որոշեց, որ պետքա Digitfix-ից դուրս գա։ Ես ինքս նենց մարդ չեմ, որ առաջիներից ես age չեմ կարող վարեմ։ Եթե դուք գիտեք, դուք իմ age-ը գիտեք, ես ամիսը գցում եմ մի հատ ֆոտո ու էլ չկամ, ես չեմ սիրում։ Բայց ես թվում է, что сделано, то сделано к лучшему։ Եթե տենց էր պետք, ուրեմն ավելի ճիշտ է։ Ամեն ինքս ես էլ եմ կարծում, որ տենց ավելի ճիշտ է։ Բակի Յանան ընդհանրապես տենց բլոգերի մատերիալ չի, Յանան ինքը չի սիրում այս ամեն ինչը։ Good guys։ Մեզ չես նկարում։ Ой, извините։ Այս համար ես էլ բլոգեր չեմ։ Ու ես sense նկար հենց ստանամ այս կնոպկան կրկնել եմ ու տեղադրելու եմ։ 2026 թվականում ուզում եմ սովորեմ վերջապես, չեմ ասում լրիվ ֆրանսերեն խոսամ, բայց ուզում եմ օրինակ նավիչոկից արդեն վերջապես դառնամ պրո էլ չէ, բայց կարողանամ ինչ-որ մի դիալոգ վարեմ ֆրանսերենով միշտ։ Ես ինչ հիշում եմ, միշտ ֆրանսերենը սիրել եմ։ Ամենից ասում են թե դու անգլերեն գիտես, ֆրանսերենը ավելի հեշտ է, դրա համար let's hope որ իմ մոտ տենց կլինի։ Հեսա նայեք։ J'adore parler en France. I love to speak in French. Անպայման ես 2026 թվականում ուզում եմ գնամ Ֆրանսիա, Փարիզ։ Միշտ իմ երազանքն է եղել, պետք է պրոստը գեղեցկություն այս վերջերս как раз նայում էի Emily in Paris ու էլի տեսա որ Փարիզը շտկի էլի շատ սիրուն է, այդ Էֆելի բաշնյան, ամեն ինչը, the city of love and romance. Ես նույնիսկ ուզեի իմ ծնունդը Փարիզում նշեի, որտեղ ինձ թվում է շատ լավ ծնունդի մոտ կստացվի, как раз 16-ամյակն է, так что молимся։ Տեսնեք այն վիդեոն, որ բան Instagram-ում մի հատ sense կինկա sense անում։ Я в Париже. Я у меня карте ուսացան активировать. Luxury отель с Эйфелевой башней View активировать. Париж активировать. Դուք բոլորը տեսել եք, չեն ստիլնի աղջիկներին, որ տենց Instagram-ի դիլզերում, TikTok-ում տենց սիրուն հագնված, տենց երգ լսելով քայլում են։ Ես շատ եմ ոնց որ սիրում իրանց ստիլը, բայց ես 2026 թվականում ուզում եմ հագնեմ ոչ թե այն ամեն ինչ որ տրենդային է, այլ հագնեմ այն ինչ որ իմ ստիլն է։ Սա նշանակում է վերջապես իմ ոճը գտնել, վերջապես հագնվել նենց ոնց որ ինձ ասազում, ոնց որ ես կուզեի, որովհետև դեռ ես ոնց որ չեմ գտել իմ ստիլը, բայց շատ եմ ուզում գտնեմ։ Հենց այդ ստիլի կողքը կարելի է դնել glow up։ Glow up-ը ոչ միայն խոսում է նրա մասին, որ ուզում եմ, չգիտեմ, արտաքինս ավելի լավացնեմ կամ բան, այլ նաև ուզում եմ խոսամ իմ ներսը, որպեսզի glow up լինի։ Դրա համար սա երկու իմաստ ունի, ոչ թե մի։ Մաման ու պապան ոնց են ինձ դաստիարակել, իրենք ինձ միշտ ասել են, որևէ երբեք գնահատականից չնեղվես, որտեղ այդ թիվը կարևոր չի, իրենք ինձ միշտ ասել են, որ կարևոր է ինչ-որ քո մոտ ստեղա, որտեղ դու կարող ես լավ թվանշան ստանաս, ու իմ մոտ լուրջ եղել է։ Չգիտեմ, ասենք թե չգիտեմ, մաթեմի տեստ եմ գրել ու հետո մի շաբաթ հետո այդ բոլոր մատերիալը ես մոռացել եմ, որտեղ մենակ ես պարապել եմ այդ թեստի համար։ Բայց պրոստը ես հասկացա, ես ինքս ինձ իմ այդ մնացի մտքերին լսեցի ու հասկացա, որ մամաս պետք է
Դաժե եթե ես ինքս հասկանում եմ, որ կարող է թվանշանի համար չեմ սովորում, բայց մեկը ես ուզում եմ իմ ունիվերսիտետը կարմիր դիպլոմով ավարտեմ, որովհետև այդ սովորած աղջիկը այդ շտիկի շատ կարևոր բան է, էլի։ Միանգամից զգացվում է, երբ մարդը սովորած, ինչ է կատարվում։ Մամ, ինչ ես անում։ Ոյտեմ ես քո վիժնները սա։ Ես ինչքան ինձ ստիպել եմ գիրք կարդամ, իմ մոտ չեմ, այնքան չեմ վատ կա հենչա, բայց անկապ է գիրք կարդալը, լուրջ եմ ասում։ Ես ուզում եմ ինձ պրոստը ստիպեմ ու նստեմ լուրջ մի հատ գիրք վերջացնեմ, որտեղ եթե այդքան մարդիկ ասում են գիրք կարդա, ուրեմն ինչ-որ մի բան կա չէ դրա մեջ։ Այս ոնց էր այս կինոյի անունը, Legally Blonde, այս կինոն, այս աղջիկան բոլորը նայել են որպես այնպես մի քիչ դեբիլ գլուպը բլենդինգը, բայց ինքը որպես իր ընկերոջը ապացուցի, որ ինքը կարա դա լիք սովորել է, ինչ որ Harvard-ը ունտվը։ Ես անկես այդ կինոն չեմ նայել, բայց TikTok-ում այնքան նայես եկեմ տեսել։ Կամ էլ այս աղջիկը Gilmore Girls, այնքը ամեն վարքան ինքը սովորում էր։ My vision board comes true. Ակտիվիրված։ Օրինակ այդ դրան այդ ակտիվիրվածին ես չգիտեմ հավատամ դե չհավատամ։ Ինչ որ ասում են որ հատուկ ինչ որ մարմնի մասեր կա որ դու կպնում ես ու ինչ որ բան ես միացնում ես դրան ես չգիտեմ դուք հավատում եք դե չէ։ Տարերակ բաներ են մի քիչ։ Okay, Sam, մտածեք կասեք ես ինչ եմ։ Ես ահավոր տիպի շատ սիրում եմ լողալ ու լողը ընդհանրապես մեր առողջության համար, ամեն ինչի համար շատ լավ է։ Ուզում եմ 2026 թվականում սկսեմ լողով զբաղվել, գնալ դասերի, այդպես բաներ են լուրջ ու մենք sense լավ պատմություն ունենք պապայի ու Յանայի հետ որ եղել էր։ Մենք փոքր ժամանակ համ ես համ Յանան ջրից շատ էինք վախենում։ Պապան պրոստը Յանային sense բռնեց ու գցեց ջուրը ու հետո Յանան ինքն իրան դից իր մոտ ստացվեց լողալ։ Պապան միշտ ասում է երբ ասենք վախենում ես ու քեզ միանգամից գցում են այդ վախի մեջ, դու կակտը դրա մեջից դուրս ես գալիս։ Okay, հիմա սպորտի մասին։ Իմ մոտ sense մի պահ էր եղել, ամառը թե չեմ հիշում, բայց իմ մոտ մի պահ կար, որ ես պրոմ sense լուրջ գնում էի sense gym, շաբաթը 4 օր ես լուրջ եմ ասում գնում էի gym, նույնիսկ պապան, ասող անկեղծ զարմացել էին, որտեղ մեր տան մեջ ես մեր տան ոնց որ ալարկոտն եմ, տենց որ սկսեցի գնալ gym, մի քիչ բոլորը զարմացան, անկեղծ էլ մի քիչ իմ վրա զարմացա, բայց լուրջ ես gym-ին այդ պրեմիժուտոկում ահավոր տիպի սիրահարվեցի ու սկսեցի հաճույք ստանալ gym գնալուց։ Համ իմ տրամադրությունն էր բարձրանում, համ ես ինձ լավ էի զգում, բայց հետո չգիտեմ ինչ-որ բան կատարվեց իմ մեջ ու ես պրոստը էլ չգնացի gym, ու հիմա դրանից ես ահավոր տիպի նեղվում եմ, դրա համար անպայման 2026 թվականում ես չեմ նայելու իմ էմոցիաներին, այլ պրոստը գնալու եմ gym։ Կարևոր չի տխուր ես, ուրախ ես, պրոստը պիտի անես քո աշխատանքը, որտեղ եթե էմոցիաներին լսես, էմոցիաներին տրվես, լիքը բան ձեր մոտ չի ստացվի, ձեզ 100% եմ ասում։ Your comfort zone is your enemy. Ваша комфортная зона – это ваш враг. Դիսցիպլինան շատ կարևոր բան է, որը պետք է ինքս իմ մեջ ես դաստիարակեմ, որտեղ դիսցիպլինա այն մարդը, որ լուրջ դիսցիպլինա ունի ու բան անում, իր պլանին է միշտ հետևում, ոչ թե իր էմոցիաներին բաներ անում, իրաց մոտ միշտ ամեն ինչ ստացվում է, միշտ։ Սիրուն է ստացվում։ Հա, ու մի հատ էլ հեռախոսը։ Հեռախոսը գիտեք շատ լավ բան է, բայց համ էլ շատ վատ բան է, որ մեկ-մեկ լինում ես, ես մտնում եմ, ասում եմ, հələ 5 րոպե հեռախոսն է, այդ 5 րոպեն դառնում է 3 ժամ, կամ էլ նույնիսկ ավելի շատ, ես պրոստը հասկանում եմ, որ շատ դժվար է ինձ հեռախոսից փոխվել, որտեղ այն բայց ինչ TikTok, Instagram այդ ամեն ինչն էսկալացիա պատահած, որտեղ որ դուք թերթում եք, այն ինչ որ արագ եք թերթում, այն ինչ որ երկար մտնամ եք, այսինքն ձեզ հետաքրքրում է։ Ու Instagram-ը ձեզ հատուկ այնց վիդեոներ է բերում, որ ձեզ հետաքրքրում է ու դրա համար չեք կարողանում չնայել։ Բայց այս տարի էլի ուզում եմ հեռախոսը մի քիչ քչացնեմ, որտեղ նայեք less phone, more life։ Օրինակ միշտ այնպես են մարկանցից եմ, ես միշտ հիացել եմ, չգիտեմ, SSR-ով, ճիշտ SSR-ում են լիքը վատ բաներ եղել, բայց նաև մարդիկ, չգիտեմ, տատիկի պատմելով իրար տենց ավելի շատ ժամանակ են իրար հետ անցկացրել, ավելի չգիտեմ, օրինակ կարայիք հարևանի տուն գնայիք, առանց չգիտեմ պլանավորելու ինչ-որ մի բան, միշտ այս vibe-ը ես շատ եմ սիրում, տատիկի պատմելով այդտեղ ավելի բաներ ինչ ճիշտ բառ կլինի ասեմ դրան, ավելի մարդիկ թեթև էին, ավելորդ ինֆորմացիա չունեին, դրա համար հանգիստ էին ապրում։ Հիմա меньше знаешь, легче живешь։ Okay, հիմա խոսում ենք իմ բայլնոյ թեմայի մասին, իմ ցավոտ տեղը։ Օրինակ իմ ընտանիքում իմ մոտ երբեք չի եղել IS ակնեի գենետիկան, երբեք։ Ոչ մամաս անել չէ, ոչ պապաս անել չէ, ոչ քուրս ունի, մի հատ յանը արի։ Ընտարի։
Մատ պրոստը նայեք։ Իմ քույրիկը մենք նույն մամայից ու պապայից ենք ու պրոստը Յանայի մաշկը խնդրում եմ նայեք։ Մենք ամեն օր ինչ էշություն կա ուտում է, ինչ կծու, քաղցր, ինչ է կոսերան։ Մի հատ ինչ ես հիմա խմում։ Արդեն խմեցիր բրծար։ Մի հատ այդպես հովոր շատ որտեղ լիքը շուգ կա, Յանա խմա։ Ու իր մաշկը։ Ու ասենք իմ մաշկը։ Իմ մաշկ, ես չգիտեմ թե այդպես եղել, որ տենց ռանդոմլի մի օր իմ մաշկը որոշել է։ Ինչ էիր ասում, դու ոնց էիր ասում, ծաղկել։ Չգիտեմ քա իմ մաշկը որոշել ծաղկել, բայց ծաղկելով ես արդեն 2 տարի է անջվում եմ այս ակնեի ձեռը։ Ու հուսով եմ 2026 թվականում ինչ-որ բան կփոխվի իմ օրգանիզմում, կամ չգիտեմ ես այնքան լավ դոկտորի մոտ կգնամ, որ կբուժի։ У ես просто макур машк активировать, пожалуйста, пожалуйста. А ես լուրջ пожалуйста, макուր մաշկ։ Ասում են հալա վակնե, ահա ինչ, բայց ահա որ տիպի աղլեն ազդում է մարդու ինքնագնահատականի վրա, բայց գիտեք ամեն ինչ համ վատ կողմ ունի, համ լավ կողմ ունի։ Լավ կողմը ակնեի է նա, որ ավելի ուշ եմ ծերանալու, ու էլի լավ կողմ կա, որ հենց այս ակնեն բրծնի, ես ինձ 1000 անգամ ավելի շատ եմ սիրելու, որտեվ հիշելու եմ այն էվային, որ իր դեմքը տենց ծաղկած էր ու որ նայեմ ապագայի մաքրի մաշկին, ավելի շատ եմ բանանելու, գնահատելու։ Ու ես պրոստը ուզում եմ ոչ միայն մաշկի համար, այլ ընդհանրապես կուշտ լավ սնվել, որ ապագայում էլի ոչ մի խնդիրներ մոտ չառաջանան, որտեվ եթե վատ է սնվում, ինչ-որ խնդիրներ են առաջանում ու так что խնդրում եմ թող այս տարի Էվա քո մեջ ուժ գտի ու էլ սլատկայեշկա մի եղի, խնդրում եմ։ Պարարապապամ։ Լավ, այսքան խոսացինք ապագայի մասին, ուզում եմ մի քիչ խոսամ 2025 թվականի մասին։ 2025 թվականը համ ուրախ տարի էր, համ էլ տխուր տարի, որտեղ իմ մոտ այդ 2025-ին տարին էր, որ ահա որ տիպի մոտս չգիտես խի սկսեցին ինչ-որ կոմպլեքսներ սկսել, երևի մամ տատիկը ու բոլորը ասում են, որ այդ տարիքից է, բայց չգիտեմ, սկսեցի անկապ այն բաներից, որ երբեք կյանքում, ասենք, չգիտեմ, չեմ եմ մտածել, սկսել եմ այդ դրանցից ինչ-որ տիպի չգիտես խի կոմպլեքսավորվել, որ ինձ մի քիչ նորմալ է, բայց օքեյ, ու համել հասկացել եմ ընկերության մեջ եմ լիքը բան հասկացել եմ, որ եթե ինչ-որ բան անում ես, պետք չի նույնը սпасել մարդուց, պրոստը արա, որտեղ դու դա ուզում ես անես, հասկացա, որ այդքան շատ մարդկանց հետ պետք չի կապվել, ահա որ տիպի է, ճիշտ է, պետք է սիրել, չգիտեմ, ժամանակ անցկացնել, բայց прям կապվել, հասկացել եմ, որ չէ, պետք չի։ Ու ինձ թվում է, ես վերջացրեցի իմ vision board-ը։ Նայեք մոտավորապես ինչ է ստացվել։ Դեռ իմ բոլորը նպատակներն են, որոնք ես հուսով եմ, որ կհասնեն։ Ու երեխեք դուք են նույն բանը արեք ու Digitfix ալիքում դուք 2026 թվականի վերջում կտեսնեք վիդեո, որտեղ ես խոսում եմ սրա մասին։ Սիրում եմ ձեզ շատ, շարունակեք նայել Digitfix-ը, ձեր Էվա։ Հաջող բոլորին։ Եվ էլի ուզում եմ ձեզ բոլորի շնորհակալություն հայտնեմ, որ եւս մեկ տարի եղել եք Digitfix-ի հետ, կոմենտներ եք գրել, լայքել եք։ Ես ձեր բոլոր կոմենտները կարդում եմ ու ինձ շատ ձեր կոմենտները օգնում են եւ ոգեշնչում են նոր բաներ նկարել։ Ես ձեզ շատ եմ սիրում ու վստահ եմ 2026 թվականը լինելու է շատ լավ տարի։